MedTime հարցազրույցի այսօրվա հյուրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության եւ խորհրդատվության բաժնի ղեկավար բժիշկ համաճարակաբան Վարդան Արզականյանի հետ փորձելու ենք հասկանալ ինչպես է կանխարգելվում միավը, ինչու պետք է ստուգվել եւ ինչպես հաղթահարել վախն ու խտրական վերաբերմունքը, փոխակերպելով դրանք տեղեկացվածությամբ եւ հանդուրժողականությամբ։ Շնորհակալ եմ Բժիշկ Արզականյան հրավերը ընդունելու համար։ Սովորաբար հաղորդումը սկսելուց միշտ հյուրերիս հարցնում եմ ինչու բժշկություն եւ ինչու հենց համաճարակաբանություն, թե այլ մասնագիտացում եք ունեցել, հետո եկել եք համաճարակաբանություն։ Շնորհակալություն հրավերի համար, իսկ ինչու բժշկություն, երևի մանկությունից է գալիս, փոքր տարիքում մի քանի անգամ հիվանդանոց եմ պարկել եւ դրանից հետո մայրս ինձ մտցրել է իմ մեջ, որ ես պետք է բժիշկ դառնամ բուժելու համար։ Ու դա արդեն իմ մեջ էլ մտավ, որ կամաց-կամաց ինչքան մեծանում է, այնքան դա իմ մոտ հաստատակամ էր դառնում ու ոնց որ այլընտրանքային տարբերակ երևի թե չէի էլ մտածում, դրա համար բժշկություն։ Իսկ համաճարակաբանությունը նենց չէր որ պլանավորված էր, բայց ես հիմա չեմ փոշմանում, որ համաճարակաբան եմ դառել, որովհետև համաճարակաբանները շատ են տարբերվում իրենց ընդհանուր պատկերացմամբ այլ բժիշկներից շատ ավելի լայն ընդհանուր է դիտարկվում։ Գիտեմ, որ ձեր հիմնական, զբաղվածությունը կամ անցած ճանապարհը վերաբերում է միավձիահին եւ կուզեմ, որ այսօր հենց այդ թեմային անդրադառնանք։ Կասեք, ինչով է կարևոր, իհարկե ցանկացած հիվանդության դեպքում վաղ ախտորոշումը, բուժման process-ը, հետևողականությունը շատ կարևոր են, բայց ինչով է հատկապես կարևոր միավի վաղ ախտորոշումը եւ բուժումը եւ ինչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում այդ ուղղությամբ։ Ընդհանրապես ճիշտ նշեցիք, ինչքան վաղ ախտորոշվում է ցանկացած հիվանդություն, այնքան նրա բուժումը եւ կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, այդ թվում նաեւ միավը։ Միավի տարբերությունը այն է, որ մարդ կարող է վարակվել միավով եւ բավական երկար ժամանակ չունենալ որևէ ախտանշան եւ ինքն էլ չիմանա, որ հիվանդ է միավով եւ երբ որ արդեն նրա մոտ զարգանան կլինիկական դրսևորումներ եւ նա դիմի բուժ հիմնարկ, այդ ժամանակ կարող է ցավոք սրտի լինել արդեն անդարձելի process-ներ։ Դրա համար ինչքան շուտ նրա մոտ ախտորոշումը դրվի, այնքան շատ ավելի արդյունավետ կլինի նրա բուժումը եւ շատ ավելի որակյալ։ Եվ բացի այդ մեկ այլ պատճառ էլ կա շուտ ախտորոշման, դա կանխարգելումն է։ Այսինքն եթե մարդ չգիտի իր կարգավիճակը, նա շարունակում է ապրել հանգիստ իր կյանքով եւ այդ ընթացքում կարող է վարակել նաեւ 1 կամ 2 հոգու։ Իսկ վաղ ախտորոշումը դա նաեւ ունի կանխարգելիչ նպատակ։ Իսկ նշեք ինչ ծրագրեր կան Հայաստանում, որոնք հենց միտված են նրան, որպեսզի վաղ ախտորոշեն եւ նաեւ ուղղորդեն այն պացիենտներին։ Մի շարք ծրագրեր կան, կախված նաեւ ինչ ֆինանսավորում է, ինչ դոնորական կազմակերպություններ են։ Մենք մի շարք դոնորական կազմակերպությունների հետ ենք համագործակցում ու բացի այն, որ պետական նորեն մոտեցում կա միավի հետազոտությունների, ներկայումս հիմա գրեթե բոլոր առաջնային օղակում պոլիկլինիկաներում sense բարձ ձևով ասված հնարավորություն կա դիմել եւ հետազոտվել միավի վերաբերյալ։ Բացի այդ մենք մեր շարժական կլինիկաների շնորհիվ մենք ինքներս ենք մոտենում հիմնականում գյուղական համայնքներ, կազմակերպում ենք տեղում հետազոտություններ, մարդկանց շահագրգռում ենք եւ իրականացնում ենք հետազոտություններ ոչ միայն միավի, ոչ այնց ուղակի այնց մարդկանց մոտ միավի հետ չասոցացվի ամեն ինչ, այլ նաև գեպատիտ B, C, սիֆիլիս, մի քիչ լայն հնարավորություն ենք տալիս, ինչպես նաև սոնոգրաֆիկ հետազոտություններ, եւ շատ մարդիկ հետազոտվում են, դրա շնորհիվ ոչ միայն մենք հայտնաբերման դեպքեր ենք ունենում, այլ նաև տրամադրվում է տեղեկատվություն գյուղական համայնքի մեր բնակիչներին։ Իսկ ասեք ովքեր են կամ ինչ վարքագիծ, կենսակերպ վարող մարդիկ են, որոնց հատկապես ցուցված է հետազոտվել միավի։ Իհարկե կան միավի տեսակետից խոցելի խմբեր, որոնք իրենց վարքագծային առանձնահատկություններով շատ ավելի խոցելի են միավի վարակման տեսակետից, դրանք մի քանիսն են։ Առաջինը դա տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ են, թմրամիջոց ներարկային օգտագործողներն են, կոմերցիոն սեռական ծառայություն զբաղվողները եւ նաեւ աշխատանքային միգրանտները, որը բավականին խոցելի խումբ է, քանի որ նրանք հիմնականում մեկնում են այն երկրներն ու մասնավորապես մեր մոտից ընդունված է դեպի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ միավի տարածվածությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան մեր երկրում։
Հետևաբար հանդիպելու միավարակով պացիենտին մի քանի անգամ ավելի հավանական է։ Շատ հաճախ նույն ասենք նշված հա ձեր կողմից նշված խմբերում ներառված անձիկ ամաչում են կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն դիմում բուժհաստատություններ, որպեսզի հետազոտվեն։ Որքանով է գաղտնի այդ հետազոտությունը, որքանով է դա անցավ եւ որքանով մարդը կարող է վստահ լինել, որ այդ տեղեկատվությունը կմնա բուժհաստատության պատերի ներսում։ Ընդհանրապես գոյություն ունի բժշկական գաղտնիք հասկացողությունը, որը պետք է վերաբերվի եւ վերաբերվում է ոչ միայն միավին, այլ ցանկացած հիվանդությանը, ցանկացած իրավիճակին, անգամ պացիենտի այցելությունը բուժհիմնարկ պետք է մնա գաղտնի։ Ես կարող եմ վստահեցնել, որ մեր մոտ բոլոր միավարակով հետազոտությունները, բոլոր միավարակ ախտորոշում ստացված պացիենտների մասին տեղեկատվությունը գաղտնի է եւ ոչ միտեղ դուրս չի գալիս, եթե պացիենտը ինքը չի ցանկանում կամ եթե չկա դրա բժշկական անհրաժեշտությունը։ Հետևաբար պացիենտները կարիք չունեն, դեռևս պացիենտ չեն, ասենք հետազոտվելու համար, եթե ցանկանում են, կարիք չունեն վախենալու գալ կամ մեր մոտ կամ մարզային այլ որևէ բուժհիմնարկում հետազոտվել, իմանալ իրենց կարգավիճակը։ Երբ որ առաջին վախը, այսպես ասած, հաղթահարված է եւ այնուամենայնիվ մարդը գալիս է հետազոտության, կարծում եմ բոլորի մոտ այդ վախի զգացողությունը լինում է կամ գրեթե բոլորի մոտ, որ իրենց մոտ կարող է դրական պատասխան լինել։ Ինչպես հաղթահարել այդ վախը կամ կան արդյոք ինչ-որ ծառայություններ հավելյալ, որտեղ աջակցություն են ստանում եւ այդ վախը հաղթահարվում է դրականի։ Ու վախը իրականում ինքը վատ բան չէ, որովհետև վախի շնորհիվ մարդիկ կարող են նաև ստիպված վախից ելնելով դիմեն բուժման, վախենալով, որ կարող է հետագայում անցանկալի հետևանք լինի, օրինակ մահանան կամ վարակեն իրենց զուգընկերոջը, դա կարա բերի նրան, որ իրենք գան շարունակեն ստանալ բուժօգնությունը, բայց իրականում պետք չի վախենալ, որովհետև սկսած պացիենտի առաջին մուտքից նրան տրամադրվում է խորհրդատվություն հիվանդության մասին, կանխարգելման ուղիների մասին, բուժման հնարավորությունների մասին, տրամադրվում է ամենակարևորը այն, որ մարդ կարող է միավարակ ունենալով, բուժում ստանալով ապրել այնքան, ինչքան կարող էր ապրել առանց միավարակի։ Երբ որ մարդ ինքը հասկանում է դա, կամաց-կամաց այդ վախերը նրա մոտ անցնում են։ Բացի այդ, իհարկե, բացի այն նրանից, որ սկզբնական ընթացքում խոսվում է, հետո հնարավոր է նաև հոգեբանի աջակցություն, բացի այդ կան հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են միավարակ ունեցող մարդկանց հետ, այսինքն կամաց-կամաց նրանց մոտ այդ վախերը, տարակուսանքները, ամոթի զգացողությունները կամաց-կամաց անցնում են։ Դուք նշեցիք ավելի հոգեբանական կողմը, այն աջակցության, որը արդեն պացիենտը ստանում է միավդրական ախտորոշում ունենալով, կասեք այլ ինչ աջակցություն է ստանում պացիենտը արդեն բժշկական տեսանկյունից։ Բժշկական տեսակետից պացիենտը առաջորդանից վերցվում է դիսպանսեր հսկողության։ Նախ պետք է ասեմ, դիսպանսեր հսկողություն չպատկերացնեմ, որ ինքը ֆիքսվում է, մնում է մեր մոտ եւ անընդհատ նրա հետևում են։ Չէ, դիսպանսեր հսկողության ընթացքում վերցվում են որոշակի հետազոտություններ, որպեսզի պարզենք նրա կլինիկական փուլը, նրա մոտ ինչ խնդիրներ կան այդ պահին, նրան տրամադրվում է բուժում, դեղորայքային բուժում, հակառետրովիրուսային սպეციფიկ բուժում, եւ մարդը դուրս է գալիս մեր կլինիկայից, գնում է ապրում է իր կյանքով եւ համաձայն բժշկի ցուցումների կարող է 1 ամիս հետո, 3 ամիս հետո կամ 6 ամիս հետո կրկին գալ անհրաժեշտ հետազոտությունները կամ դեղորայքը ստանալու համար։ Այսինքն մարդ շարունակում է ապրել այնպես ինչպես կապրեր եւ մեր մոտ տրամադրվում է այն բոլոր բժշկական անհրաժեշտ միջամտությունները, որ պետք է միավարակով հիվանդին որակյալ կյանքով ապրելու համար։ Իսկ կան դեռ արդյոք մեզանում նախապաշարմունքներ կապված միավդրական անձանց հանդեպ եւ որոնք են դրանք։ Ցավոք սրտի դեռ կան, ընդհանրապես միավարակի նկատմամբ դեռևս կան ոչ միայն անձանց, այլ միավարակ հասկացողության, ինչի համար այդ միավարակը մի քիչ մարդկանց մոտ վախ առաջացնում, որովհետեւ 80-ականներին, երբ որ առաջի անգամ հայտնաբերվեց եւ հաստատվեց, որ մենք խնդիր ունենք նոր հիվանդության հետ, այն ժամանակ միավ ախտորոշումը դա հավասարազոր էր մահվան ախտորոշման, քանի որ դեռ չկար բուժում, դեռ չգիտեին ինչի մասին է խոսքը, ու ցավոք սրտի տարիներ այդպես էր, մոտ տասնյակ տարի մինչև ներդրվեց հակառետրովիրուսային բուժումը եւ մարդկանց մոտ այդ միավարակը ասոցացվում է մահվան հետ։ Ճիշտ է, բավական երկար ժամանակ է անցել, բայց դեռևս հիմա մարդիկ կան, որ միավ
իրանք էլ են ասոցացում, եթե ես միավոր վարակվեցի, ուրեմն ես մահանալու եմ։ Բացի այդ, մեկ ուրիշ նախապաշարմունք էլ կա, որ քանի որ այդ 80-ականներին առաջի դեպքերը դրանք հենց խոցելի խմբերի շրջանում էին հիմնականում հայտնաբերվում, շատերի մոտ ասոցացվում է հիվանդությունը այդ վարքագծի հետ եւ շատերի մոտ կա, որ եթե միավարակ է, ուրեմն ինքը խայտարակ կլինի, օրինակ հենց այսպիսի արտահայտություններ են շատ անում, խայտարակ կլինեմ կամ ամոթի զգացողություն է առաջացնում, ուրեմն կամ կողքինը կասի անբարոյական կյանքով է ապրում, այսինքն այդ կապերը, ասոցիացիաները ցավոք սրտի միջև հիմա դեռ կան։ Դրա համար մարդիկ մի քիչ վախենում են ոչ թե այդքան միավարակով պացիենտից, այլ ավելի շատ այդ ասոցիացիաներից, այդ նախապաշարմունքներից եւ այդ մտքերից։ Բայց կարող ենք չէ՞ մենք ասել, որ միավ դրական մարդը կարող է ապահով ապրել, աշխատել, ընտանիք կազմել, դա եւս չէ՞ ինչ որ նախապաշարմունք է, որ միանշանակ միավարակով հիվանդները ոչ միայն կարող են, այլ մեր հենց Հայաստանի փորձը ցույց է տվել, որ այդպես էլ կա, միավարակով հիվանդները բուժում ստանալով ապրում են, աշխատում են, երեխաներ են ունենում, առողջ երեխաներ եւ մենք ունենք շատ օրինակներ, երբ որ միավարակով հիվանդը ամուսնանում է առողջ զույգի հետ, նախապես արդեն նրանք գիտեն կարգավիճակը եւ զույգը համաձայն է ամուսնանալու։ Դրանք 1-2 դեպքեր չեն, դրանք բարեբախտաբար արդեն իսկ շատ դեպքեր են ու նրանք ամուսնանում են, առողջ երեխաներ են ունենում, այսինքն դա դարել է մեր իրականությունը արդեն իսկ։ Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ շատ հաճախ այդ վախերի պատճառը լինում է նաև տեղեկատվության պակասը եւ այստեղ կուզեի որ հասկանում եմ, որ գուցե շատ ծավալուն է, բայց հակիրճ փորձեիք ընդհանուր կետերով ներկայացնել, թե ինչպես է փոխանցվում եւ չի փոխանցվում նաև, հա, եթե այսպես կարող ենք ասել միավը, որը կարծում եք, որ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա դրա մասին, որպեսզի մինիմիզացվեն այդ վախերը։ Միավը ունի հստակ փոխանցման մեխանիզմներ։ Մեկը սեռական ճանապարհով, անպաշտպան սեռական հարաբերությունների ժամանակ, մյուսը արյան միջոցով, նո հիմնականում դա տեղի ունենում ներարկային թմրամիջոց օգտագործողների շրջանում կամ համատեղ ներարկիչներ փոխանակելով, եւ երրորդը դա կարող է լինել մորից երեխային միավարակով հիվանդ մորից երեխային աղիության ժամանակ, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ժամանակ։ Հստակ այս 3 փոխանցման մեխանիզմներն են։ Մնացած բոլոր հնարավոր տարբերակները դրանք բացառվում են միավի փոխանցումը։ Որոնք կարող են լինել մնացածը, դա ուղղակի միավարակով հիվանդի հետ շփվելը, այսպես օրինակ նստած խոսալ, համբուրվելը, ընդ որում համբույրը խոսքը այնց շրթունքներով համբույրի մասին է, նույն բաժակից օգտվելը, օրինակ, ճիշտ է, նույն բաժակից այդքան էլ ընդունելի չի ջուր խմել, բայց ես ուղղակի եմ ասում, հա, նույն սանհանգույցից օգտվելը, նույն մարզասրահից օգտվելը, օրինակ, նույն համակարգչից, տեխնիկայից եւ այլն, հա, այսինքն միավարակով հիվանդի հետ հանգիստ կարելի է շփվել եւ բացառվում է որևէ ձև փոխանցումը, եթե չկա ծերական հարաբերություն, եթե չկա արյուն։ Ես հանդիպեցի մի այսպիսի բառակապակցության, հա, եթե դա այդպես կարելի է բնորոշել, որ ասում էր, որ չափազանց ցածր վիրուսային բեռ չի փոխանցվում այդ դեպքում։ Ինչի մասին է խոսքը, այսինքն միավը կարող է ունենալ գերծանրաբեռնվածություն եւ հակառակը չափազանց ցածր, ինչի մասին է խոսքը։ Վիրուսը արյան մեջ առկա է եւ ինչքան շատ է արյան մեջ վիրուսի քանակը, այնքան նրա վարակելու հավանականությունը մեծանում է։ Այնքան նա առկա է նաև այլ կենսաբանական հեղուկներում, որոնց միջոցով հնարավոր է միավի փոխանցումը։ Բուժման շնորհիվ մենք կոպիտ ասած չենք թողում վիրուսը բազմանա եւ հետեւաբար արյան մեջ նրա քանակը դառնում է ի վերջո անհայտնաբերելի, հա։ Եվ դառնալով արյան մեջ անհայտնաբերելի, դառնում է անհայտնաբերելի նաև այլ կենսաբանական հեղուկներում։ Հետեւաբար, օրինակ սեռական հարաբերություն ունենալով, եթե միավարակով հիվանդի մոտ կա անհայտնաբերելի մակարդակ, ու ձեր կողմից նշված ասենք այդ բեռը ցածր է, ավելի պարզ եթե ասենք, ինքը գործնականորեն դառնում է ոչ վարակիչ։ Բայց հստակ պետք է միավարակով հիվանդը բուժման մեջ լինի, հետազոտությունները ցույց տան, որ որակով է բուժումը, այսինքն արդյունավետ է վիրուսի ծանրաբեռնվածությունը անհայտնաբերելու, հետեւաբար նրանք կարող են ունենալ սեռական հարաբերություններ անպաշտպան եւ չվարակել
զուգընկերոջը։ Այստեղ նաև տրամաբանական կարծում եմ հարց է առաջանում, թե ինչ դեր եւ նշանակություն ունեն բժիշկները, այդ թվում նաև զարգացող մեր իրականությունում մեդիան, սոցիալական հարթակները բոլոր տեսակի խարանների, վախերի հաղթահարման գործում։ Ինչպես կարող են նպաստել այդ գործոնները։ Ընդհանրապես ճիշտ եք նշում, խարանը ավելի շատ գալիս է գիտելիքի պակասից, տեղեկատվության պակասից եւ ինչպես արդեն քիչ առաջ նշեցինք, սխալ պատկերացումներից, սխալ ասոցիացիաներից եւ եթե մեր բոլոր օրինակ բժիշկները պացիենտների հետ աշխատելուց տան ճիշտ տեղեկատվություն կամ գոնե տան տեղեկատվություն մինիմալ, բավականին մեծ արդյունք մենք կարող ենք ստանալ։ Ցավոք սրտի շատ բժիշկներ չեն տալիս տեղեկատվություն եւ ասում են, մտածում են դա իրենց գործը չի եւ եթե անհրաժեշտություն կա ուղղորդում են, ասենք ինֆեկցիոն հիվանդանոց մեր կենտրոն։ Դա էլի լավ է, եթե ուղղորդեն մեր մոտ, հա, բայց շատ դեպքերում հա որևէ խորհրդատվություն չեն տալիս, ցավոք սրտի մտածելով կարող է կարիք չկա, որտեղ գիտեք բժիշկների մի մաս էլ կա, որ չեն մտածում, որ իրենց մոտ եկած պացիենտը հնարավոր է միավ ունենա։ Շատ դեպքերում միավի մասին նույն բժիշկը ավելի շատ մտածում է ավելի վերջում, երբ որ ձիվ դիագնոստիկա է անում կամ բացառում է որոշ կլինիկական իրավիճակներ, որոշ հիվանդություններ, նոր մտածում է հնարավոր է որ միավ լինի։ Ցավոք սրտի նման դեպքեր ունենք եւ դա բերում է ուշ ախտորոշմանը։ Իսկ ինչ վերաբերվում է ԶԼՄ-ներին, իհարկե ԶԼՄ-ների դերը շատ մեծ է, որովհետեւ իրանք ավելի մեծ լսարան ունեն եւ նրանց միջոցով շատ ավելի լավ եւ ավելի ծավալուն տեղեկատվություն կարելի է փոխանցել։ Իսկ ինչպես, ինչ միջոցներով պետք է տեղեկատվությունը տրամադրել, հատկապես երիտասարդներին, հա, որովհետեւ ենթադրում եմ, որ իրենք են առավել խոցելին համարվում։ Գիտեք, ամեն մի ժամանակ ունի իր ինֆորմացիայի տրամադրման երևի թե ինչ-որ մի ձև։ Օրինակ, մենք 20 տարի առաջ չկար համացանց, չկային բլոգերներ, այսպես ասած, եւ այն ժամանակ ավելի արդյունավետ էր, չգիտեմ, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։ Հիմա ժամանակները փոխվել են եւ երևի թե ավելի արդյունավետ են, չգիտեմ, սոցիալական ցանցերը, ոդքասթերը կամ ինչ որ բլոգերների միջոցով շատ ակտիվ, իրանց միջոցով փոքրիկ, այտենց կարճա տևողությամբ ինչ որ փոքրիկ, չգիտեմ, սոցիալական գովազդների նման լինի, ինչ որ խոսքեր լինեն, այսինքն երիտասարդների հետ պետք է աշխատել, հասկանալով թե նրանք ինչ են լսում եւ ում են լսում, հա, որովհետեւ այտենց մենք կարանք մեծ լավ հաղորդումներ պատրաստենք, բայց ոչ մի երիտասարդ չլսի եւ ինքը սենց անցնի գնա։ Այդ դուք ինքներդ էլ նշեցիք, հա, որ տեղեկատվության աղբյուրները մեր օրերում շատ ավելի շատ են, քան օրինակ 10 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր։ Այնուամենայնիվ, հասարակ քաղաքացին որտեղից վերցնի տեղեկատվություն նույն միավի ՁԻԱՀ-ի մասին, որ լինի վստահելի։ Կան արդյոք մի քանի, որոնք կուզեք նշել աղբյուրներ, որոնք վստահելի են եւ կարող են օգտվել։ Շատերը, գիտեք, օգտվում են համացանցից, իհարկե դա տրամաբանական է, ասենք միավի մասին տեղեկատվություն շատ հեշտ կարելի է գրել, մանավանդ հիմա նույն արհեստական բանականությունը կարա շատ մեծ ինֆորմացիա տա, ես ինքս եմ շատ օգտվում նաեւ, բայց նայած ինչպես է հարց տալիս եւ արդյոք աղբյուրները ճիշտ են, ես մեկ-մեկ վախենում եմ, որ համացանցով գնան սխալ ինֆորմացիայի աղբյուր, դրա համար եթե ուզում են միավի վերաբերյալ ինֆորմացիա, կարող են մեր կայքը մտնել կամ ամենահեշտը մեր մոտ կա թեժգից, կարող են զանգահարել ցանկացած ինֆորմացիա ստանալ անանուն, հա, որը երևի թե կարևոր է շատ։ Այստեղ հակարծում եմ, որ բոլոր վախերի հաղթահարման դեպքում այդ զգացողությունն է, որ գաղտնիությունն է պահպանվում եւ անանունությունը։ Հա, շատերը տենց մտածում են երևի, որ եթե զանգեն նույնիսկ կամ այցելեն հետազոտվելու, դրա մասին շատերը կիմանան ու նույնիսկ հենց որ թեկուզ միավի վերաբերյալ ուզում են հետազոտվել, կարող է կողքից լսեն, մտածեն էս ինչ արվում, բայց պետք չի իրականում վախենալ, որովհետեւ գիտեք, ամեն մարդ ունի իր առողջությունը եւ ինքն է պատասխանատու իր առողջության մասին։ Կողքից ոչ մեկ պատասխանատու չի քո առողջությանը։ Եվ երևի կուզեի, որ որպես վերջաբան, հա, մեր զրույցի ասեիք, ինչ է ձեր հիմնական ուղերձը, հա, հանրությանը, ինչու պետք է չվախենալ, այլ պետք է տեղեկացված լինել։ Պետք է չվախենալ, որովհետեւ միավը ինքը վախենալու չի, առաջինը։ Միավը սովորական հիվանդություն է, այնպես ինչպես շատ մնացած բոլոր հիվանդությունները։ Եվ որևէ մեկը մեղավոր չէ, որ ինքը վարակվել է միավ վարակով։ Ոնց որ ոչ մեկ մեղավոր չի, որ վարակվել է այլ ինչ-որ ինֆեկցիաներով։ Պետք չի վախենալ հետազոտվելուց,
պետք չի վախենալ դիմելուց բժշկին եւ նաեւ պետք չի վախենալ կողքից ասեկոսներին, որովհետեւ դրա պատճառով առաջինը դու ես տուժվելու, երկրորդը տուժվելու է քո ընտանիքը, եթե ընտանիք ունեն, եթե չունեն, կարող է դա բերի նրան, որ հետագայում չունենան։ Իր մեջ կոմպլեքս առաջացնելու եւ այլն, հա, դրա համար պետք չի իրականում վախենալ հետազոտվելուց, պետք չի վախենալ հարցեր տալուց, պետք չի վախենալ տեղեկություն ստանալուց, բայց ճիշտ տեղեկություն։ Եվ նաև պետք չէ վախենալ միավ դրական մարդկանցից։ Միանշանակ պետք չի վախենալ։ Շնորհակալ եմ։ Եվ մեր բլից հարցերը, եթե ոչ բժիշկ, ապա մի փոքր ես ասացի, որ ալտերնատիվ այդքան չէի թողել, բայց ես փոքր ժամանակ տենց օթաչու էի մտածում։ ամենահիշվող դեպքը, որ մինչ այս պահը եղել է ձեր պրակտիկայում։ Նա հետաքրքիր դեպք էր եղել, երբ որ կինը իր ամուսնուն օդանավակայանից դեռևս ճամպրուկները ձեռքին բերել էր մեր կենտրոն հետազոտվելու նոր որ տուն գնային։ Ամենաանսպասելի ախտորոշման կամ գուցե բուժման մեթոդը, որ երբևէ առաջարկել է պացիենտը։ Ну մի քանի անգամ եղել է, երբ ասել են, կարանք արյունս փոխենք եւ վերանայս հիվանդությունը։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքում։ Երևի թե մի ամաչիր, մի վախեցիր նման, որտեվ շատ ենք բախվում այդ դրա հետ։ Անհրաժեշտության հետ կիրառելու այդ բառերը։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք անմիջապես։ Ես չեմ ուզում բժիշկների գործը որ դադարի, հա, բայց կարելի է գոնե բոլոր հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստեղծել։ Մի մեթոդ կամ սարք, որ կուզենայիք ամեն հիվանդանոցում լիներ։ Եթե էլի sense բան վերցնենք, երևակայական սարք լիներ, որ ամեն մի պացիենտ, որ մուտք է անում, միանգամից ճիշտ ախտորոշում դրվեր։ Ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը բժշկական թեմայով։ Գիրքը իմ մոտ տպավորվել են նույն երիտասարդ տարիքում կարդացած, դա Բուլգակովի պատմվածքներն են բժշկական, որովհետև ինքն էր բժիշկ եղել, բժշկի օրագրից եւ ֆիլմ մի հատ ֆիլմ է դուրս եկել, ինքը համաճարակաբանական տեսակետից է կարևոր, թեև ինքը բժշկական այդքան էլ ֆիլմ չի, ու հայերեն ճիշտ ասած չեմ կարող ասել, ռուսերեն, որ ասեմ Razrisovna Voal։ Ինքը շատ հետաքրքիր, տենց խոլերայի համաճարակի հետ կապված։ Եվ վերջում ամենաանսովոր բանը, որ միշտ ձեզ հետ է։ Ну, անսովոր բան նախկինում ունեի $1 էի պահում իմ հետ, չգիտեմ սխի, բայց հետո դրամապանակը փոխելուց ես դադարեցրի ինչ որ ցանկացած ոչ անհրաժեշտ որ անսովոր բան պահել իմ հետ։ Կախվածություններից ձեզ ազատելի գնալու։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, կարծում եմ, որ դուք հել ընթացքում նշեցիք, որ ինչպես շատ հաճախ քաղցկեղի դեպքում են ասում, որ դատավճիռ չի, այսօր միավը եւս դատավճիռ չէ, այն վերահսկելի է, ուղղակի պետք է նախապես ախտորոշվել, բուժվել եւ հետեւել բժշկական ցուցումներին, դրա մասին այդքան շատ չխոսեցինք, բայց գիտեմ, որ նաեւ շատ կարեւոր է հետեւողականությունը եւ բժիշկների ցուցումներին հետեւելը։ Շնորհակալ եմ։ Միայն բուժման գնալը քիչ է, պետք է բուժումը ստանալ անընդհատ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։